ռիսկեր ու բացեր եք հիմնականում մատնանշում ոլորտին առնչվող։ Իրականում ամենամեծ ակնկալիքը մասնագիտական հանրույթի ոչ միայն իմ կողմից այն է, որ մտնել կառուցողական դաշտ, գույքագրել ամբողջ ապահովագրության այս մեկնարկի 2 ամիսների համարյա ժամանակ պրոբլեմները եւ այդ պրոբլեմների արդյունքները վերլուծելով կատարել շտկումներ, լուրջ շտկումներ, որովհետեւ եթե այս կարևորագույն ռեֆորմը գնա դեպի ձախողում, ապա սա լուրջ խնդիր է երկրի սոցիալ, տնտեսական եւ այլ ուրեմն ոլորտներում, որովհետեւ մենք գիտենք, որ գրպանից ծախսերը բերում են բնակիչների աղքատացմանը եւ բնակիչները շատ մեծ հավատ ունեն, այս ռեֆորմին, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր մամուլում, նախարարի այցերը եւ այլն, մեզ թվում է, որպես բնակիչներ, որ մենք բազմիցս կրկնել եմ, սինգապուրյան առողջապահություն ենք, բայց իրականում բնակիչները հիվանդանոցներում շատ լուրջ խնդիրների են բախվում եւ դրա հետ զուգահեռ արդեն ենթակառուցվածքները, այսինքն բժշկական կենտրոնները, բուժաշխատողները, դեղատան աշխատակիցները արդեն իսկ ունեն խնդիրներ այս համակարգով կապված։ Բուժաշխատողների աշխատավարձները առաջի աշխատավարձը ստացան ուշացումով, ամսի, եթե չեմ սխալվում, 20-ին փետրվարի, նոր ստացան հունվարի աշխատավարձը, դեղատներում մինչև ամսի 20-ը չէին տրվել փոխհատուցված դեղերի գումարները, այսինքն դեղատները ահազանգում են իրենց պարտքերի մասին։ Մի խոսքով, իսկ բուժաշխատողների աշխատավարձը, քանի որ կառուցվում է սակագներից, ապահովագրական քեյսերի, եթե ապահովագրական քեյսերի գումարները չվերանայվեցին, ծառայությունները չվերանայվեցին, ապա մեր բուժաշխատողների աշխատավարձերը գնալով խնդրահարույց են լինելու։ Հատկապես արտահիվանդանոցային բժշկական հաստատություններում աշխատողները, նեղ մասնագետները, բուժքույրերը այս ամիս 2-ից 3 անգամ պակաս աշխատավարձներ են ստացել։ Դա է խնդիրը։ Առաջարկում ենք կառուցողական քննարկում լսել մասնագիտական հանրույթին, վերանայել մոտեցումները, որովհետև օրեր առաջ ապահովագրական հիմնադրամի տնօրենը հայտարարում էր, որ ռուտին վիրահատություն կատարող վիրաբույժները բնականաբար բարձր աշխատավարձ չեն ստանա։ Մենք չենք կարող նման դասակարգումներ անել։ Մենք բազմիցս մեր հանրությանը բաժանել ենք սևերի, սպիտակների, նախկինների, ներկաների, հասել ենք բժիշկներին, ասում ենք ռուտին արող եւ ռուտին չարող վիրահատող բժիշկներ։ Չի կարելի այդպես ռուտին վիրահատություն հասկացություն մենք չենք ընդունելու։ Պետք է լինի հստակ ինքնարժեքից գոնե ինքնարժեքով ապահովագրական քեյսերի վարձատրություն, ճիշտ գնահատում արժեքները եւ դրա ֆոնի վրա արդեն բուժաշխատողների վճարման համակարգերի փոփոխություն։ Ընդհանուր առմամբ առողջապահության նախարարն է, իշխանական տարբեր ներկայացուցիչները ասում են, որն է խնդիրը, որ այսպես որոշ փորձագիտական շրջանակներ այդ ծրագիրը այսպես ասած սվիններում են որոշ խավեր են այդ ծրագիրը խզանոթում են անքան համար նաև եւ ժամանակի ընթացքում հավաքվելու Ես բազմիցս խոսել եմ եւ բոլոր իմ խոսույթը, երբ որ սկսվում է ապահովագրությունից, առաջին նախադասությունը դա է, որ ապահովագրությունը երկրի զարգացման համար շատ կարևոր ռեֆորմ է եւ չենք բացառում, չենք թերագնահատում ապահովագրության ներդրումը, բայց երբ որ դա տարվում է հախուռն, կիսատ-պռատ, առանց իրավական ակտերի, առանց ենթակառուցվածքները պաշտպանելու եւ ենթակառուցվածքների գույքագրման, առանց բնակիչներին իրազեկելու իրենց իրավունքները, առանց Արմետ համակարգը, որը այսօր միակն է, Արմետ համակարգի տեխնիկական հնարավորությունները գնահատելու, դա դառնում է քաոս։ Մեր ասածը դա է, որ պետք է լսել խնդիրների մասին եւ ինչու ենք մենք այս մեթոդը ընտրել, որովհետեւ ապահովագրական օրենքի նախագիծը եւ ընդհանրապես ապահովագրական
օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը ստեղծելուց բացառապես չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, մասնագիտական հանրույթի հետ, քննարկվել է նախարարի խորհրդատուների հետ, որոնք որ արդեն իսկ ոչ հանրային իրենց բողոքը արտահայտում են։ Նախարարի խորհրդատուները, որոնք որ ասում էին, որ մենք շատ կարևոր փոփոխություն ենք արել եւ ամեն ինչ լավ է, առաջի իսկ աշխատավարձը ստանալուց հետո մտնում են իրենց տնօրենների մոտ, ասում են մենք այս գումարով չենք աշխատի։ Այսինքն այն մարդիկ, որոնք կանգնած էին այս օրենքի ակունքներում, ինչը ենթադրում է, որ մենք ունենք այստեղ օրենքի հետ կապված լուրջ խնդիրներ, որ պետք է նստել մեկ սեղանի շուրջ եւ կառուցողական միջավայրում հասկանալ խնդիրները եւ փորձել լուծել այդ խնդիրները։ Արմետ համակարգից խոսեցիք, ասում եք խնդիրներ կան, օրինակ տարբեր վիրահատություններ կային, օրինակ անգամ ձեր մոտ, որ դուք չէիք արել, այդ խնդիրները լուծվել են, թե դեռ կան։ Այդ խնդիրները չեն լուծվել, դեռ կան, կոնկրետ իմ օրինակով դեռ իմ Արմետ համակարգում տեսնում եմ այն չարած բժշկական օգնությունը եւ սպասարկումը, որը որ այսպես ասած գրվել էր, հա, ինչպես նաև լուրջ խնդիրներ ունեն, օրինակ արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժիշկները անդադար բողոքում են, որ անգամ հիվանդի դեղ գրելը ժամեր է տևում Արմետ համակարգին։ Մեր տարեցները, հատկապես 65+-ը բազմաթիվ բողոքներ է ներկայացնում, ասում է, որ չեն կարողանում իդենտիֆիկացվել, մտնել, ակտիվացնել ապահովագրությունը։ Էլ չեմ ասում, որ մենք լուրջ խնդիր ունենք, որի լուծումը չունենք, էլեկտրոնային գրանցումների հետ կապված։ Տարեցները, որոնք որ չեն կարողանում պոլիկլինիկա այցի ժամ վերցնել, գնում են եւ այնտեղ ընդունարանում քարտատեկայում մեծ հերթերի են հանդիպում։ Իսկ այդ հերթերի մեջ բժշկական ծառայություն ստանալու ակնկալիքով մեր տարեցները վերցնում են վիրուսները, վերադառնում են իրենց, այսինքն առողջապահության կազմակերպումը ամբողջությամբ խնդրահարույց է այսօր, հատկապես այն մարդկանց համար, որոնք խոցել են, դրանք են 0-ից 18 տարեկանները եւ 65+ տարեցները, որոնք որ ունեն լուրջ խնդիրներ հասարակ հասանելիության հետ կապված։ Աշխարհում կա մոտեցում, գոհունակության ցուցանիշը դա հասանելիությունն է։ Մարդը պետք է ոտքով քայլի իր պոլիկլինիկան եւ ստանա հասանելի առողջապահություն։ Պոլիկլինիկաների օպտիմալացումը, երբ որ Երևան քաղաքում 2 տարի առաջ անում էին, մենք զգուշացնում էինք, որ դուք խնդիր եք ունենալու հերթերի եւ այլ հետ կապված։ Այսօր մենք այդ խնդրի առաջ կանգնել ենք։ Տիկին Պողոսյան, աշխատավարձի չափի մասին ինչ մեթոդով են հաշվարկել։ Այդպես ինչպես է ստացվում, որ 7 միլիոն, 3 միլիոն պարգևավճար ստացող գերատեսչության ղեկավար կազմը որոշել է այս աշխատավարձները սահմանափակվել։ Հիմա նայեք, մեթոդաբանությունը դրել են նույն մեթոդաբանությունը, ինչ որ պետպատվերիններ, սկզբից շրջանառեցին մի նախագիծ եւ ցավալին է նա, որ նախագծային փուլում են, էլի, կարողանում բանանել, մի նախագիծ, որով 30% բուժ պերսոնալի աշխատավարձ էին սահմանել, 5% անեստեզիոլոգներին, 25% թերապևտներին եւ այլն։ Երբ որ մենք խոսեցինք դրա մասին եւ սկսեց աղմուկը, հա, բուժաշխատողների կողմից, արագ առողջապահության նախարարությունը այսպես խոսքի մեջ ծաղիկներ խնամելուց հայտարարություն տարածեց, որ դե ձեր աշխատավարձերի տոկոսները բարձրացնում ենք, 5% բուժ պերսոնալինը, 8% էլ անեստեզիոլոգներին է։ Ես հաշվարկ էի արել մի վիրահատության հետ կապված, որ օրինակ անեստեզիոլոգների աշխատավարձը նախկինից ներկա բարձրանում են 1300 դրամով այդ վիրահատության համար։ Այդ անգամ իհարկե տհաճ է համեմատություն անելը, նախարարի խնամված մեկ վարդի գինը չէր, հա, այդ անեստեզիոլոգի աշխատանքը։ Այսինքն պետք է հասկանալ ճիշտ մոտեցումը։ Մենք այսօր ունենք կադրային արտագաղթ։ Մեր բժիշկները, ովքեր նամանավանդ ունեն լեզվի իմացություն, անգլերեն, գերմաներեն, նրանք գնում են արտագաղթում են դրսերում աշխատելու համար։ Եվ այնպիսի մասնագիտությունները, ինչպիսին օրինակ անեստեզիոլոգիան է, նրանք պետք է այնպիսի մոտիվացիան է, որտեղ մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք լուրջ անեստեզիոլոգների խնդիր։ Ինձ մանկական օրթոպեդը նամակ է գրում, ասում է, այս ամիս 13000 դրամ ԱԱՊ-ում աշխատավարձ եմ
ստացել, իսկ մենք գիտենք, որ մանկական օրթոպեդների կարելի է մատները հերիք են ձեռի, որ հաշվենք այդ մարդկանց, էլի, այսինքն մենք այսպիսի խնդիր ենք դրել։ Հասկանալի, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։